Մեր ժողովրդին մի ասում են բաղանես գյուղում 50 տուն թե 100 տուն են կառուցում։ Մարդ կա իր հորտանն էլ չի մնում, ինքը Երևան ապրում։ Ծրագիրը տվել են նրան, ով այնքան ասենք տղա ունի, երեխա ունի, ուզում է Մոսկվա ապրի, գալիս է իր համար տուն աշինում։ Իսկ գեղամը կարող է մարդ կա համի տանը 3 տղա ունի, ամուսնացած չեն, հեկուտ նրան տունա պետք է։ Նրան տուն չի հասնում, ասում է դեռ ամուսնացած չի, ծրագրի մեջ չեք։ Մեկն էլ ամուսնացած Երևան ապրում է, եկել է 3 տուն աշինում։ Ես էլ ավազ եմ մաղում, որ մի քանի մանեթի տան ապրեմ, յոլա գնամ։ Էնա, դենը պահի մի հատ, չորը անտարասախ, թույլ չեն տալի, մի կտոր թուղթ չեն տալի ժողովորդը հետ բերեն, նայ վտի վրա չորացել է, են հեմնում ասում են, կամիս են գալիս է ժողովանում, ասում է թող պայտ փորի գնուտ է, ժողովորդին չեն տալի, էսա եկել է հունվարից առաջ մի ամիս դոկումենտ են տալ, ասել մի ամսը բերիք, ոչ վսյո, պրծավ դեր գործը, մի երկու հատել են անդեր են եկել, սաղորո հետ յութուբով բանով խոսում են, բնապահպանն են, գնացինք ասմասարն բրնեցինք, մի քանի կոճղ էին կտրել, որ բանը պետք է են չեն տենում, եղացին կարող է մի աղքատ մարդ գնացել ակացնով մի քանի պետա կտորել, էդ տենում են, իսկ ուրիշ բան չեն տենում, գնում են գալի ամեն որ հաղորդում, որ անտարը կտրեցին, լա մի հատ դուս եք գնացեք դեք ինչ վսկի անտար ունենք, սրանից 10-20 տարի առաջ կտրող, որ են ասում են անօրինակ անկտրեին, են հենց անտար դուս է եկել, չես կարա միջով նանց կենաս, մի մեծ ծառա ասենք, չեն թողում կտրեն, ասենք պետականորեն կտրեն ժողովրդին տան, որ այդ ծառի տակին 100 ծառա դուս գալի, վտի վրա չորացած ծառերա, ասում է թող փայտ փորի գնուտ է, ջեր չի տակ, ժողովրդին մեկ տա, թող եք դենց անտարում մնա։ Ես ասայ գազը գնում է 15 մետրա, կարեմ չեմ կաշեմ, մետրին 6000 դրամ ինչա, որ տուն հասցնեմ գազը ստեն։ Այս գյուղումը, որ ես գազերը կաշեցին, միջի հարուսներին, գեղի, գյուղսովետ իշխատողներին, սաղի տունը ամփող գազ կաշեցին։ Ասին սկզբնական 50 տուն ծրագիր կա, ամփող։ Այս մնացածը թող կտորվին, մարդ կա համի են դիմաց թաղումը 200 մետր 6000 դրամով պետք է գազը մետրեն տանի իր տուն։ Բայց որ գլխավոր մագիստրալը տանեն տանիցը գոնե մի 5-6 մետր ալի մարդը կքաշե գազը։ Դեյա։ Զաղ գեղը հոնակ ծել կարալյոք։ Մի տոչկա չկա ժողորդը տանեն մի հիմնարկ հանձնեն։ Այսօր մինը 50 կիլո հոնա հավակել։ Չի կարեմ տանի հանձնել, ոչ մի տեղ։ Հոնարն գալիս է ջերներս է կանգնում ասում 250-300 դրամով եմ տանում։ Բայց որ մի հիմնարկ ալի ասենք ընդունման կետ, ամեն էկողը, ամեն ընտրությունից առաջ էս ենք շինում, ունիվերմակ ենք շինում, ընդունման կետ ենք շինում, ոչ մի բան էլ չկա։ Ժողովրդից գալիս են բաները, առուտուրականին, ասում է քաղե հոնը գալու եմ տանեմ, 2 օր չի գալիս հոնը փչանումա բոճկն են ասում, որ մի քանի լիտր հողի անեն, էտա։ Իսկ որ կետը լեն ընդունման, մարդիկ են իրանց կարտոշկա, պոպոկա կտանեն կհանձնեն, ժողովրդի մար լավ կլի։ Ոչ մի բան ասում են լավ բան ես ասում են, ինչ ես կամերայի ղաքին խոսում ավել, լավ վատ բան ես ասում, էլի նույն բանն են ասում։ Հիմի սաղ սարերը ապրանքա տարել են մարդիկ պահում են, պաները ասենք ընդունման կետ չկա։ Մարդիկը բոճկենացած դես են տանում, դեն են տանում, հեռախոսով ռեկլամ են անում պաներ ունենք։ Բայց որ մի կետ լի մարդիկ կբերեն, կացնել կհանձնեն, իրանց պաներն էլ կհանձնեն, էտա ինչ ասեմ։ Եվ ընդանոցը մի սուտի ստուգումա Մանի մատի խաղը մի քիչ տեղից ընկել ասում են գնա մի 100 մանեթ մուտ կարա, եթե այդ մարդը թոշակ աստանում 30-40 մանեթ օրինակ, ասում է հիվանդանոցի գինը գնա 600 մուտ է, որ չի կատ է անեն, չգիտեմ ինչ ստուգեն, վատա, մեր ժողովրդի աշխատածնու հիվանդանոցի գները շատ վատա, ես դա կասեմ, մեղք է ժողովրդը, շատ փող ունեցողին թող 100,000-ով, 200,000-ով, 500,000-ով բուժե Են աղքատ գեղացուն էլ որտեն ման աշխատանք չունի, ամիսը մի 30-40 այդ աշխատում, թող նրան էլ ասեն, քու հիվանդանոցի մուծումը օրինակ մի 1000 դրամա, 2000 դրամա, ես դա եմ ուզում, մինը ես իմ Դուբայներից տուն չի գալի, նրան էլ ասում 100,000 գնա մուծե, որ կիստուկ եկեն, խեղճ աղքատին էլ ասում, դու էլ գնա այդ նույն գումերը մուծե, այ դարանում հարցը։ Իսկ հայրենիքը պաշտպանելու վաղտը էլ են հարուստի տղեն թաքցնում են, բանակ չի գնում, Գալիս են գերամ երկու աղքատի, ես էլի լեխի կրկաշին տալով,
Որնա բանի մաթել չի այդ գործից, առաջ են գտում տանում ասում են կտորվեցին, բայց ինչ տերելի, եթե մի մարդ վերորդ չի, նա գնալտի ավտոբուս քշե, սամալյոտ քշե, գնալտի գլուխն ուտել, իսկ եթե մի մարդ զենքից հասկանում է, նա կարա իր երկիրը պաշտպանել, ես դա կասեմ, օրինակ ես 60 տարեկան եմ 3-4 անգամ ծառայության եմ գնացել, են կռիվների վաղտը 3 ամսով ծառայել ենք, շատ լավ է, վերելի, գոնե եթե բանակը քիչ է, զապասի այս մեր տարիքի մարդիկը դուզն ասած, հիմի ասենք կարող է ըստեն են մի 100 մետր լավ տենում, բայց ասեղ կարեմ չեմ թելեմ օրինակ, աչքս առանց ակնոստեմ չի, մենք ասենք կարալ չենք որ ասենք գնանք կրակենք բան, բայց մենք էլ մի բնիկ հոմակ կլենք մեր երկրին, ինչ ասենք։ Հա, մի բան էլ կասեմ։ Ես ափսոսում եմ մեր պետական բյուջեից թե ինչ որ ուրիշ տեղի ուղարկված փողերը, գյուղ կա 5 երեխա, 10 երեխա է։ Մանկապարտեզը շինում 500 հոգյանոց, այն դովիղ գյուղ կա, դպրոց են շինում 7 աշակերտ է։ Կարան նոյեմբերյանım ավտոբուս տնեն, արագ տանի բերեվի, քաստե այդ միլիարդնի ծախսեն այդ դպրոցը սարքեն, անմիտք բան։ Կարան ավտոբուսը դնեն 7 կիլոմետր թե 3-ա, իրանց ավտոբուսը տանի բերե, ավելի 20-30 տարի օգուտով կփագես պետքինը։ Ասում եմ, ես գրագետ չեմ, բայց հասկանում եմ, որ ափսուզա այդ միլիարդնի շաշ տախսել։ Կարելի ավտոբուսով էտրեղ անցա ամեն օր տանել դպրոց բերել։ Մի քանի գյուղում դե բաներ են շինում։ Ենք իրանց մասին 300 հոգյանոց դպրոց հաշինել, ինչ որ տակին հարգերա ամուր սարկած գիտեմ ինչ։ Եթե ընդիմի 30 աշակերտը 7 միլիոնին ծախսում ես դպրոց մի շինել, կլուբ մի շինել, են որ բլինդաժ են շինում պատրաստում են, գուցե նրա վրա ավելի շատ ծախսան, ավելի օգուտելի, քաստե ծախսերով։ Մի քանի հատ էլ մանկապարտեզ նոր են շինել 2 տարի որ շինել։ Եթե այս գյուղում մի 20 երեխա է, ծախսվում է, հետո ասում են, բանա, փող չկար ես գործը սարքեն կամ ասենք, այ մարդ փող չկար, հիմար ծախսում եք, բայց դուք տենեմ չեք գրագետ, խելացի մարդիկ եք, այդ փողը մարդիկ են հմի տուն աշինում, տրակտորը դրել է 20 օր քանդում է որ տուն շինե, այ մի դուզ տեղ այդ մարդին տնատեղ տվեք թող այդ դուզ տեղը սարքե, պարտադի է 3 միլիոն ծախսե որ մի այսքան պլաշատ կա բացանե։ Բերելի ցագալի ամեն ինչը չեն աշխատում, ինչ են աշխատում։ Օրինակ ես տարական մի 2 տոննա միս եմ հանձնում։ Մի օր գալիս է 2000, մի օր գալիս է 3000, մի օր 3000 ինքան ստանդարտ թող 1000 դրամ է, ես գիտեմ 1000 դրամ է։ Բհեմ չբհեմ։ Կարամ մի ամսում 3 ձև փող, մի ամսում։ Դե ո՞ա փոխում, թող աչքները հանի։ Ո՞վ է փոխում։ Առևտրականները։ Իվան հանում, բայց մեկ աշխատում։ Մաղելից է սրանից։ Ամեն ինչ խնդիր է։ Գյուղում ապել խնդիր է։ Գյուղում ապել խնդիր է։ Բալկի լավն էլի լավ կառավարություն ունենա, ես չեմ ասում լավ ղեկավար։ Ղեկավարը շատ սխալնի ունենա, բայց կողքին 40-50 հատ պարլամենտի աշխատող կա։ Պատի մտածեն այս ազգի մասին ուղղեն, կարող է մինը սխալ ճանապարհով գնամ ասեն ախպեր։ Կարող է դու դες մտածեմ, բայց մենք հայ ենք, մեր ազգի համար մտածել է պետք։ Չեն ուղղում ընտրություն ենք ուղղեն։ Ես չեմ գնամ դրության, 30 տարի գնացել դիշնա փոխվել, չի փոխվում տամել չեն գնվել։ Առաջնորդը կարա հեխապ է, ասմա իմ լիզ դրած պապա ասել, նույն առաջնորդը բերթը անարիկա չեն կարա գրավեն, եթե լավ խապես, կարաս կռիվը հաղթես։ Հիմի մեզ են հենց ընտրությունների վաղթը խապում են, ու մտնում բերթը, ընդեն ելնել ոչինչ չես կարանես։ Դրա համար ասմա, նայա տով ոնց է խապում, որ ընտրվում է, հիմի ես դա կարամ ասեմ։ Եթե լավ սուտ ասեք, արենա լավ խապ է, էլի կարող ընտրել։ Նայած ոնց կհամոզեն։ Եթե ասե 3 միլիոն վարչապետ եք կտրեմ։ Դուք վարչապետ եք ձեզ զգում։ Այ կտոնը շինվի։ Ասկի թաման բանորնի չենք։ Կընտրենք, ծրագիրնին կներկայացնեն։ 3 միլիոն վարչապետ եք, հմել ասմա դու որն ուզում եք տրել։